Բարևիցը ժողովուրդ ջան, իմ ալիքում արդեն լինելու է թազը բարևելու ձև, ոնց որ ես եմ ձեզ բարև տալ, այսինքն ոնց են բլոգերները ուրիշ ասում բարև ժողովուրդ ջան, այս են դուք գտնվում եք ում ալիքում, չգիտեմ, տենց բաներ։ Հիմա իմ ալիքում տենց բան կա։ Այսօր ես նկարելու եմ մի հատ վիդեո, որը լինելու է տենց մի 10 բանոց։ Ուրեմն նախ առաջին կներեք, որ իմ ալիքում 7700 միլիարդ օր վիդեո դուրս չէր գալիս։ Դա ես զբաղված էի, դրա համար չի կարում վիդեո գցեի։ TikTok-ն էի գցում մենակ, որովհետև TikTok-ը տենց մի քանի վայրկյան է, գցում եմ ու հեռախոսս գցում եմ տեղերից ու ուղղակի կամ գնում եմ մի քանի գործ անեմ։ Ուրեմն ես այսօր կնկարեմ վիդեո, որտեղ ես ասելու եմ, թե ես ոնց եմ բացել իմ կարիերան ինչ-որ մի խաղում կամ ոնց եմ դառել պրոֆեսիոնալ այդ խաղի։ Սկսենք առաջին խաղից։ Ուրեմն ես ոնց եմ դարձել պրոֆեսիոնալ քար պարքինգում առանց չիտի։ Ուրեմն քար պարքինգում, ով չգիտի, այնտեղ ավտո ենք առնում, ծախում ենք, ես ենք անում, ենք անում տյունինգ ենք անում, փող ենք աշխատում։ Այդ խաղում ես հիմա ունեմ մի 100,000 փող, որովհետև սաղ ծախսել եմ։ Ունեմ 16 ավտո, այդ 16-ից ունեի այնվաղ 20 ավտո, բայց այդ 20 ավտոից 4 ավտոն, 2 ավտոն ջնջել եմ խաղից, որտև վատ էր աշխատում, երկուսն էլ 10,000-ով ու 20,000-ով ծախել եմ։ Իսկ իմ ինգերը չիտ է քաշել ու հիմա ինքը չիտով սա խաղ ավտոներ ունին, որ բագը կամ ինքը մեկ բագով էլ է աշխատում, ժողովուրդ կներեք ես երկի համար, ինքը մեկ բագեր էլ է բռնում, բագերով 1 միլիոն աշխատում է, բայց ես բագեր չեմ, աշխատում եմ փող, մեկ բագերը օգտագործել եմ, բայց որ քիչ փող է տալ, խոսքի տես 20,000 բան, ու հիմա իմ ավտոները, ինչքան հիշում եմ, ես ունեմ, նոր էի խաղում, ունեմ են Opel-ը, լավ տյունինգ արած, մեխանիկական եմ դնում, վապշե հատ ռակետի պես թռնում, վերեն լիքը վինիլներ կա սիրում, ես ինչ, ու բանը, ինքը մեխանիկականով թռնում է, ու վապշեմ, ես ունեմ մի հատ Dodge Ram, 200,000-անոց մատորը վրեն դրած, ու այդ մատորը ես հլը որ չեմ դրել, հիմա էլ այդ 200,000-անոց մատոր պահել եմ, իրա սովորականը քշելուց տենց հավես ձեն է գալիս, ես պապուկ եթում եմ, իսկ ենի դրա համար պետք եմ 10,000-ի են կալոտ եկը առնել, դրանք էլ հավես չկար, հավայ 10,000 ծախսեին այդ տորբուզի համար, որ համար այդ 200,000-անոց մատորով զատնի չէր կարում այդ թար, սաղ ծուխ էր հանում։ Դրա համար դրեցի իրա սովորական մատորը, իսկ հիմա հավաքում եմ 400,000-անոց մատորը։ Ժողովուրդ ջան, 400,000-անոց մատորը, ուրեմն բանը, ինքը կարանք առնենք, բայց չդրվի։ Դնում ենք որ ավտոն, որի վրա ուզում ենք դնենք, այդ 400,000-անոց մատորը առնում ենք, հենց մատորը բացում է, դառնում է մերը։ Իսկ հիմա ես հավաքում եմ 400,000-անոց մատորի վրա։ Ունեմ 500,000-անոց տուն։ Ու գիտեմ լիքը սիկրետնի կարտաների տեղ։ Ու գիտեմ ոնց աշխարից աշխար գնալ մի աշխարով։ Բայց հենց հիմա սկսենք ես երբ էի սկսել այդ խաղը, ու ոնց եմ հիմա դառը տենց։ Ուրեմն սկզբում բանը, ես քաշեցի, երբ որ ես հիմա հեռախոս չունեի, հիմա հեռախոսով եմ նկարում,
Երբ որ ես ես հիմա հեռախոսը չուներ, հերիք 1 գիգաբայթներ չկար։ Ես քաշել էի տատիս հեռախոսով, ու ունդեղ ընդհանրապես մի տարի խաղացի ու ընդհանրապես կարծե 2 ավտո առնել։ Բայց հետո ջոգեցի, նայեցի YouTube-ում ոնց են անում, ու մի անգամ ես հիմա որ ունեմ արդեն 16 ավտո, ես ջնջել եմ, մի հատ car parking կար, բաներ, այդտեղ ես ունեի 24 ավտո առանց չիտի, բայց հետո մի հատ բագ եղավ, ու սաղ ավտոների սալոնը պրոստը կորավ, հայ ես գիտեմ ոնց սալոն քաշեմ, ու սաղ ավտոների սալոնը կորավ, ու սալոն քաշելու ձևն է կորավ, ջնջեցի նորից քաշեցի, հələ որ ես ունեմ 18 ավտո, դենց արդեն քիչ բացվել եմ, ես սա լիքը ավտոների առել, կամ եթե հիմա իմ մոտ շատ փող կա, բայց պրոստը փոքր ավտոները բառնում, որ շատ էժան են, իմ կոլեկցիան մեծացնելու համար, որ յանի թվերի նայեն, գրի խոսքի 30 քանի ավտո ես, նու խոսքի գրի այդքան են է, բայց գիտեք ինչ է այդ car parking-ում եղել, բագ է էդի, շուրջը, ուրեմն նայեք car parking, YouTube-ով, ընդեղ բլոգերները լիքը ավտոներ են առնում, ու ես էլ եմ էդի փորձել, ուրեմն հենց ես մտնում եմ առնեմ, սխում եմ ամենաթանկ ավտոները, 500,000-անոց ավտոները կաղա 5 միլիոն ավտոները վերում, բայց մի հատ ավտո կա, նու վաբշա ամենաթանկ ավտոները հենց ես դնում եմ 1 միլիոնից մինչև 5 միլիոն ավտոներն են լինում, բայց որ դեք ինչ կա, այդ ամենաթանկ ավտոների մեջ մտնում է այն կարմիր 350,000-անոց ավտոն, ու հենց ինքը 350,000-ը, պատիժեցնում եք դուք, դենց, ես ընդեղ հլը բիտքոին, 0 բիտքոին ունեմ, նու ուզում եմ են բանը մասնակցեմ, որ համ դոջրամ ստանամ, ջնած ես դոջրամ ունեմ արդեն, դաժ ծյունինգ արած, բայց եթե այդ բանին մասնակցեմ, մի հատ էլ է առած ծյունինգի պրիս տալու այդ խաղը, նեսօր կփորձեմ մասնակցեմ, որովհետև 14 օր է դրան մասնակցում ես, ստանում ես 1000 բիտքոին, ու այդ բիտքոինի մի հատ բիտքոինը 1 միլիոնը կոպեկներով, նպողով, ժոր գիտեք հիվա այս պայն իմ ընգերոջ մոտ իշքան բիտքոին կա ու իշքան փող, իմ ընգերը հիմա չի տա քաշի, իրա մոտ կա արդեն մի երևի ինքը կարում է աշխատի, էլի աշխատում է, բայց ինքը չի տա քաշի, որ աշխատում է, մի քանի անգամ այդ փողը ավել է տալիս, այսինքն հիմա ինքը սաղ քաղաքի բիզնեսները ունի առել է, սաղ առել է, ու ինքը մի քանի անգամ շատ է ստանում, դրա համար հիմա ինքը ունի 60 միլիոն ու չգիտեմ ոնց որ 392,000 բիտքոին, այդպես ինքը բանը չի տա քաշել, կարա վիրուս է կցի, բայց ես էդի իրա հեռախոսն է և որոշումն է այս գործում, հիմա ասնենք Minecraft-ի, սկսեք դրանից, որ ես տայում էի լիքը մարդկանց, ով Minecraft էր խաղում, ու ինքը անիմացիաներ էր սարքում, որ այդ անիմացիաները սրան եկել է, ու ինքը անիմացիաներ էր սարքում բաներ անում, ու պրասմոտրներ էին ավակում, մաման ուզում էր համին է, ես իրենց չի լսում նայում է, հետո իմ այն փոքր հեռախոսը, որ լեսի չկար, քաշեց դրա մեջ, ես էդի կախելով բանանելով սովորեցի ոնց խաղալ, բայց հետո ես վժվանյա էի խաղում, գետնի տակի սարքեր, ագիր վժվանյա չէր, կրիացի վեր, իմա շատ ծիծաղալը վանգլվի, այդ ժամանակ ես վախում էի զոմբիներից, որովհետև բան էր, գիտե իրանք որ ուտեն իմ խաղը կջնջվի, ես կլնի,
ուրախացել էր, որ իրանք խաղում են, հիմա այդ խաղը արդեն իմ մոտ կա, բայց այդ ֆալշ է։ Խաղել է։ Ու դրա համար հետո բանը պարզվեց, որ ես բան էի անում, սխալ էի խաղում, կրեատիվով էի խաղում, ու կրեատիվով լիքը բան էի սարքել, ու ժողովուրդ ջան, նայեք ինչ եղավ։ Հետո մի հատ բլոկ քանդեցի, այդտեղից մի հատ էնդերմեն ընկավ, ու ես իմացա վժվանյայով մեսա կմեռնեմ։ Դրա համար միագավից հելա խաղից, սկսեցի սաղ ջնջել, բարերը փագել, ես անել, են անել, Minecraft-ն է ջնջեցի, ես պարզվեց հետո, որ ես կրեատիվով եմ։ Իսկ հիմա ես Minecraft-ը հետ եմ քաշել, արդեն վժվանյայով լիքը երևի օպտս արդեն 7-րդն է, 700 արդեն օպտս, ու հա, էդի ամենաշատն է, ու տենց բանը, խաղում եմ բանը մանում է, հիմա ես վժվանյայով լիքը տներ եմ սարքեք նեք ձենի համար, լիքը տներ եմ սարքես, եմ արե, արդեն երևի Minecraft-ում ես վժվանյայով սարքել եմ երևի մի 7-8 տուն, են էլ մի աշխարում, ու մի անգամ ես մեծ 3 հարգանի, երևի մի 30-ի վրա տուն էի սարքել, շատ սիրում բիրոզայից, փեդից, քարից, բանից, որովհետև ասեմ ոնց ուսեցի սարքել, լապատկեն հիմա ես ունեմ իմ մոտ նեզերիտնի մատիկա, նեզերիտնի միեջ, նեզերիտնի լապատկա, նեզերիտնի, ոչ եմ, նեզերիտնի իշկա իմ մոտ կա, ու հիմա ես արդեն օպտ ունեմ, ես ժամանակ, որ ես դրեցի վժվանյա օպտ 0 էր, բայց ասեմ ոնց եմ ես այդ տունը սարքի 30-ի վրա, այդ տան վրա սարքելու իրական կյանքից ինձնից գնացել է 4 օր, ու որովհետև կողքը մի հատ բիրոզայի բիոմ էր շատ մեծ, մի հատ այդ սովորական ծառերի բիոմ էր մեծ էլի, մի հատ էլ բանը սպավնից է արել մի հատ կղզի ու այդտեղ լիքը քարերի բիոմ էր ու այդ ծառերի բիոմն էր ու ես այդ լրիվ այդ բաները քանդեցի ու սարքեցի մեծ տուն, բայց չհասցրեցի 3-րդ հարգը վերջացնեմ, որ մահացա վժվանյայով ու Minecraft-ի պամիջը կորավ ու սխալվեց ինձ սպավնիցարից ուրիշ միրում, իսկ այդ իմ 3 հարգանի տանը միրը ջնջեց, դրա համար Minecraft-ը ջնջեցի ու հիմա հետ եմ քաշել ուրիշ Minecraft ու սարքել եմ էլի այդպես տուն, բայց արդեն կրեատիվը, որովհետև զզվել էի արդեն վժվանյավ մի բան անում էի, մեռնում էի, մի անգամ էլ է Minecraft-ը սխալվել ուրիշ տեղ սպավնիցարել, դրա համար կրեատիվով ասեցի զզվել եմ արդեն այդ մեռնելուց ու ջնջելուց, այդքան օրեր եմ ծախսում իրական կյանքից ու մի հատ այդքան տանջակը մի հատ կտ ու վսո, սա կորավ, կատվիձ են անասում, հիմա ես սրան է հաչեսնելու, լավ, ուրեմն հիմա ասեն, նա գիտև թութը հասել է, թնամեր սաղ, ժողորդան, ուրեմն հիմա ես սարքել եմ լիքը տներ, մի հատ ժելեզնի, մի 7 հարգանի տուն եմ սարքել, մի հատ է շուն եմ, ու հիմա Minecraft-ում այս պահին ես ունեմ նու եկա օպտ, չգիտեմ բայց կնա, լավ, Minecraft-ը դրանից սկսա, հետո իսկական Minecraft առա, հիմա իմ հեռախոսի մեջ կա իսկական Minecraft, առել ենք այդ խաղը մի 1000 դրամի, 2000 դրամի կողմերը, տենց, այդ տենց էր Minecraft-ի իստորիան, իսկ նա սկսենք Schoolboy Runaway,
Ընդեղ ես նորից քաշել էի, ոչ մի բան չգիտեի, պնաշետով էի քաշել, ոչ մի բան չէի կարում անեի, բան, այտենց, ու բան էր, անընդհատ չէի կարում խաղել, դաժ չգիտեի, որ այդ խաղում դռները բացվում են, ժողովուրդ ջան, ուրեմն այդ խաղում սկզբում ես չգիտեի ինչ անեի, ոնց եմ փախնելու, ինչ եմ անելու, իմ ձևերն էի մտածում, խոսքի կա, որ սովորեց արդեն դուրը բացեք, զանգը տվեցին, որ պասկզկա է տալի, նրցինդը մաման եկավ խփեց, հետո մտածում եմ ինչի, եթե ինքը պետք է բարի լինի, հետո պլաշետի մեջ սմատով խփում եմ, խաղի մեջի պատի, գիտեմ, տենց է դուրը բացվելու, եղունգով այսպես կտ, Ժորժ ջան, ուրեմն հետո ես իմացա մի հատ ընենց էքշն, որ դուք չեք, հետո ես մի կանցով կանանցա, հետո համարյա էլի մի կանցով կանցա, հետո ջնջեցի, հետո էլի քաշեցի ու սաղ կանցով կեքա անցա արդեն, սաղ կանցով կեքա անցա ու չիտ ստացա, ու հիմա կարմ էի ռադիցիլների մեծասնեի, փոքրացնեի, լենասնեի, եսանեի, ենանեի, տունը տեղափոխեի են, կնդակը մեծասնեի, իգրին մանանեի, ես սաղ կարմ էի անեի, ասետ պախնեի, թրնեի, նիվիձիմեն դարնեի, բայց բանը, մի քանի բլոգերներ կան, որ խոսքի եթե ռուս բլոգերներն են լինում, վրա իրանք ասում են, եթե դուք պրոֆեսիոնալ չեք, իմ սիլկա շապկը պրոֆիլը մտեք, ու այդ չիտը քաշեք ու սկուլբոյում կլինի, ու մի քանի ես սիկրետնի կոդեր գիտեմ, սկուլբոյում, ուրեմն առաջի կոդը, կլոդ սպաուն, էդի ամենահայտնի կոդն է, ինձ խլումա բոլորը գիտեք, եթե սկուլբոյ գիտեք, ուրեմն կլոդ սպաունը մի հատ սև սարդի է բերում, որը եթե դու սաղ էդ նիվիզմի բաները անջատես, եթե չիտով ես, կարագա քեզ ուտի, ու ինքը հենց քեզ հայտնվում է քո մոտ, բանը, ինքը կարում է սաղին դուրս սպանի բանանի, իգրին վիկային կարում է սպանի, ու էդի մի հատ սպոսբնա իգրին ու վիկային որ ստիպեն քայլեն, հենց այդ կլոտին իրանք այդ կլոտը սպաուն է լնում, իրանք սկսում են վազել ու փախնել, ու գոռում են, էդի էլի սիկրետնի ֆրազաներից է, ու իգրը գոռում է պամագից է, էդի օգնությունն է շերակում, ու դենց, իգրը գոռում է պամագից է, վիկան գոռում է Բայց հենց կլոտը հայտնվում է, հետո կարանք մենք նենց անենք, որ մաման հենց կլոտին տենը, գնում ենք զանգը սխմում ենք, փախտում ենք մեր սենյակ, հետո մաման դուրս է գալի կլոտին տենում է, փախտում է, գնում է մտնում է զուքարանի զանավեսկի հետևը, ու ուզում ենք զանավեսկին բացենք, ինքը հետ է փագում, հետո բանը, մտնում ենք իր հետ, ինքը մեզ չի բռնում, բայց պապան Вообще չի վախում կլոտից, կլոտը իրան չի կարում սպանի, հենց կլոտը իրան մոտիկ է գնում, ինքը ուժեղ գոռում ու կլոտը հետ է այդվում իրան մոտից, ես դաժ մի անգամ իրան փորձել եմ սպավ անեմ տունը, ու պապաս նստել է դիվանին, մի հատ գոռացել է կլոտը թռել այս, պապան չի վախում, ասե կարա կլոտը սաղի սպանի, դաժ իմ պերսոնաժն է սպանեց Անդրեին, բայց մենակ չի սպանում Ռիբակին, էդ է ժուտկի իստորյաները գնում, որ ինքը բանը շատ տենց վատ մարդ է ու Անդրեի պապինը, ու բանը, սպեմ բանը, ոնց որ ասում բանանը, մինյոնն եմ, ու տենց բանը, էդ հետո սկուլբոյում բանը, որ կլոտը մեզ ուտում է, սիկրետնի ֆրազա լինում ու բանը, լրիվ փոխվում է ուրիշ բանի,
Ասեք Անդրեյսս գիրքը քնած է, հենց կլոտը իրան ուտում է, ասեն զարտում է, գիրքը վերցնում է, ասում է, что за ужас был. Я помню, что убежал из дома, если мешкан совков. Հետո ինձ կլոտը կերավ։ Այդ ինձ սիկրետնը ֆրալը։ Ու երեք որ պրակտիկան, եթե սխմեք, պրակտիկան լինելու է բանը, ընդեղ մենակ ռեկլամ անում, տենց մեկ, բայց ես ընդեղ դար ծնողները չեն գնում զուգահեռ ոչի բան չեն անում, ու դաժե քեզ չեն, հենց դու գնաս իրենց կողք կանես, իրենք չեն բան քեզ անում, ящикները ուզում ես բաց թող, սենյակների դուռը բաց թող, լույսը բաց թող, վարթող, բանը, սա իրանք չեն տենում, մենակ նստացել էին տելևիզորը, մենը բանը սարքում, հազարից մեկ կարող է թայինի զուգահեռ նույնիսկ ծաղիկները չերի, բայց քեզ բան չեն անում։ Այդ պրակտիկայով են էլի յութուբերները անիմացիա սարքում, եթե բանը հավես չունեն, այդ ռադիցելն հարցակվելի ջնջեն բան անում։ Ու տենց բանը պրակտիկայով ես փախել եմ 16 րոպեում չիրիս կրիշը։ Այնպես որ եթե դուք չեք կարող չի ստանաք, ասում եմ որ պրակտիկան ձեր համար շատ լավ սպոսոբ չի ստանալու համար։ Ամեն կանցով կեն 11-15 րոպե։ Կամ 16։ Չգիտեմ, կամ եթե առաջի անգամ եք փախտում այդ կանցովկով, մի 20 րոպե։ Ես առաջին անգամ որ փախա չիրիս կրիշը, էդի ինձանից տարավ 32 րոպե։ Իսկն հա կեժամ։ Կեժամ 2 րոպե։ Ժողովուրդ ջան, իսկ հիմա արդեն վիդեոն պրծավ, եթե ուզում եք ելիս այս վիդեո տնակ հավաքում ենք մի 20 լայք, բաժանորդագրվում ենք, որովհետև ինչ սա բաժանորդները պետք որ կարենամ ստրիմ անեմ, ու ինչ խաղ ուզեք խաղամ, ու պակա, ձեր հետ է Ռոբերտ, բարև բոլորի, բարև ժողովուրդ ջան, իմ ալիքում արդեն լինելու է թազը բարևելու ձև, ոնց որ ես եմ ձեր բարև տալ, այսինքն ոնց են բլոգերներում ասում բարև ժողովուրդ ջան, այս են դուք գտնվում եք ում ալիքում, չգիտեմ, տենց բաներ։ Հիմա իմ ալիքում տենց բան կա։ Այսօր ես նկարելու եմ մի հատ վիդեո, որը լինելու է տենց մի 10 բանից։ Ուրեմն նախ առաջին կներեք, որ իմ ալիքում 7700 միլիարդ օր վիդեո դուրս չէր գալիս, Դա ես զբաղված էի, դրա համար չի կարում վիդեո գցեի, TikTok-ն էի գցում մենակ, որովհետև TikTok-ը տանց մի քանի վայրկյան գցում եմ ու հեռախոսս գցում եմ տեղերից ու ուղղակի կամ գնում եմ մի քանի գործել։ Ուրեմն ես այսօր կնկարեմ վիդեո, որտեղ ես ասելու եմ, թե ես ոնց եմ բացել իմ կարիերան ինչ-որ մի խաղում, կամ ոնց եմ դառել պրոֆեսիոնալ այդ խաղի։ Սկսենք առաջին խաղից։ Ուրեմն ես ոնց եմ դարձել պրոֆեսիոնալ քար պարքինգում առանց չիտի։ Ուրեմն քար պարքինգում, ով չգիտի, այնտեղ ավտո ենք առնում, ծախում ենք, ես ենք անում, ենք անում, տյունինգ ենք անում, փող ենք աշխատում։ Այդ խաղում ես հիմա ունեմ մի 100,000 փող, որովհետև սաղ ծախսել եմ։ Ունեմ 16 ավտո, այդ 16-ից ունեի այնվաղ 20 ավտո, բայց այդ 20 ավտոից 4 ավտոն, 2 ավտոն ջնջել եմ խաղից, որտև վատ էր աշխատում, երկուսն էլ 10,000-ով ու 20,000-ով ծախել եմ։ Իսկ իմ ինգերը չիտ է քաշել, ու հիմա ինքը չիտով սա խաղ ավտոներ ունին, որ բագը կամ
ինքը մեկ բագով էլ է աշխատում, ժողովուրդ կներեք ես երկի համար։ Ինքը մեկ բագեր էլ է բռնում, բագերով 1 միլիոն աշխատում է, բայց ես բագեր չեմ, աշխատում եմ փող, նու մեկ բագեր է օգտագործել եմ, բայց որ քիչ փող է տալ, խոսքի տես 20,000 բան, ու հիմա իմ ավտոները, ինչքան հիշում եմ ես ունեմ, նոր էի խաղում, ունեմ են Opel-ը, լավ տյունինգ արած, մեխանիկական եմ դնում, վապշե ռակետի պես թռնում,